Ձեզ ողջույն, սկսում եմ նոր վլոգ, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, վլոգը սկսում ենք ճանապարհից, ինչպես տեսնում եք, Լիլիայի հետ գնացել ենք դպրոց, դիմումը գրելու, գրեցինք, թղթերը տվեցինք ու քննությունը հանձնելու ենք այստեղ, բայց դեկտեմբերի այդ Սաչինենյայի ու այդ Եգեի համար, ամենքի համար առանձին գալու ենք ու դիմում գրենք, դեռ վերջի համենայն դեպս արդեն 100%-ով գիտենք, որ այս դպրոցում ենք հանձնելու այդ երկու քննությունները։ Այնտեղից էլ եկանք մտանք Ազոն, պատվերներ ունենք շատ, բայց դեռ մեկն էր հասել, մնացածը երևի ամսի 20-ից հետո կգա մինչև հոկտեմբերի 5-ը։ Միցելիարնայա դա կոսմետիկան հեռացնելու համար, բայց առանց ուպակովկայի, առանց կարոպկայի ու հետնել կիսատ, ոնց որ թե թափվել էր, թե վնասվել էր, ինչ էր, ազմենատվեցինք ու հիմա սպասում ենք գումարը հետ ուղարկեն, որպեսզի նորը պատվիրենք, այդ ֆիրմայից չենք օգտվի, որովհետև շատ անփույթ են, ոչ կարոպկա կա, ոչ մի բան, մի խոսքով անլուրջ վերաբերմունք է իրենց կլիենտների, հաճախորդների նկատմամբ։ Մեկ ուրիշ միցելիարնի այդ ջուր եմ ընտրել, թե իզբրնի, որ հենց գումարը հետ ուղարկեն, արդեն պատվիրենք։ Լիլիայիս հետ այսպես դանդաղ քայլերով, հանգիստ, ասել խոսելով գնում ենք տուն, բայց մինչ տուն հասնելը կմտնենք մագնիտ, մի քանի բան կգնենք, հաց ու հյութ, սոկ, շատ բան չենք գնելու, ամեն ինչ տանը կա, երեկ էլ թփով տոլմա եմ պատրաստել, Վահանն էլ քիչ առաջ զանգեց, հետ է վերադառնում աշխատանքից, այսօր շուտ է տուն գալիս, տեսնենք, հասնի տուն, տեսնենք ինչով ենք սպասում, որ այսօր ինչպես ենք անցկացնում։ Երեկ ահագին արդյունք եմ արել, առավոտյան տեղավորել, մեկ էլ պետք է մտածեմ երեկոյան ինչ պետք է պատրաստեմ։ Դժվարը վլոգը սկսելն է, ինչպես ասել եմ, իսկ ընթացքն ու ավարտը դժվար չէ նկարել։ Ու թե ինչպիսի ընթացք ու ավարտ կունենա մեր վլոգը, կիմանանք արդեն շաբաթվա վերջում։ Երբ որ վլոգը կմոտենա իր տեմաբանական ավարտին։ Ձեզ ցանկանում եմ լավ տրամադրություն, բարի դիտում, համարենք մեր վլոգը սկսված։ Սիրելիներս, միանում եմ ձեզ մի քանի օր անց ու ինչպես տեսնում եք, այստեղ նոր ջեռուցման սարք ենք գնել, բոլորին հայտնի կաճուլ, այն որ մենք ունենք բաքսի է, բայց 3 տարի ընդամենը ծառայեց, ճիշտ է հիմա էլ է աշխատում, բայց ժամանակ առ ժամանակ փչանում է, ահագին գումար ենք դրել, 25-30 հազար, որովհետև միշտ այսպես սպեցիալիստ ենք կանչել, որպեսզի նայի, մասնակից, բայց չեն կարողացել այդպես էլ մինչև վերջ վերանորոգել, իսկ վերջին մասնագետը, որ կանչել էինք, ուղղակի խորհուրդ տվեց փոխել ու գնել ենք կորեական ֆիրմայի Navien, հիմա տեղադրելու ենք ու հուսանք, որ այս մեկը արդեն երկար կծառայի, չնայած նա էլ հիմա աշխատում է, բայց անսարքություններ ունի։ Ժամանակ առ ժամանակ այսպես ձայներ է հանում, անջատվում, միանում, ջուրը չի տաքացնում։ Հուսանք այս մեկը երկար կծառայի։ Հիմա կտեղադրենք ու նորից կմիանամ ձեզ ու կիսվեմ վերջնական տեսքով, միջալոց ջրի նասոսն էլ է փչացել, պատվիրել ենք, դեռ չի հասել մեզ, սպասում ենք հասնի, դա էլ փոխենք ու այս տարվա ծախսերը երևի այսքանով կավարտենք, ամեն ինչ նորեցինք այս տարի։ Ահա, երեխեք ջան, վերջապես մեր կաճոլը փոխեցինք, ինչպես տեսնում եք, արդեն տեղադրել ենք, նորել ենք և այս էլեկտրический ստաբիլիզատորը իր հետ ու ջերմաստիճանը, ջերմությունը ու մնացած բաները ցույց է տալիս ոչ թե այնտեղ կաճոլի վրա, այլ առանձին այնտեղ
էկրանին։ Ինչպես տեսնում եք, այստեղ համեղություն եմ պատրաստել, տորտ, որը շատ վաղուց չէի թխում, չէի պատրաստում, հասկանալի պատճառներով, ու քանի որ արագ պատրաստվող տորտ էր, ես էլ տենց հատուկ զբաղմունք չունեի, պարապի որոշեցի արագ պատրաստել, դնելու եմ սառցեխցիկ, որպեսզի առավոտյան վայելենք։ Սիրելիներս, բարի լույս, մեր մոտ հաջորդ օրն է, առավոտյան, դուրս եմ եկել, խնձոր հավաքել, ինչպես տեսնում եք, վերջին խնձորներն են, այս ծառերի վրա արդեն վաղուց չկան, այս ծառերի վրա էլ շատ քիչ է մնացել, ամեն օր օրոմեջ դուրս եմ գալիս հավաքում, այս տարի ահավոր շատ էր բռնած, ծառերը բերքի տակ ուղղակի տեսել եք, գիտեք, կոտրատվում էին, բայց փառք Աստծո մեր փոշտալյոնը եկավ օգնության հասավ ու շաբաթը 2 անգամ գալիս էր ու պարկերով, մեշոկներով ծառի տակից խնձորը հավաքում ու տանում իր ծանոթներին, բարեկամներին, գոլեգաներին գյուղի մեջ բաժանում, ինչի համար որ շատ ուրախ եմ, որովհետև գիտեմ, որ օգտվել են շատ մարդիկ, ովքեր չունեն ու ծառի տակ չի փչացել, չի կորել։ Այս վերջին խնձորներն էլ, ինչպես տեսնում եք, ես եմ հավաքում, առավոտյան դուրս եմ եկել ֆազաններին կերակրել, հիմա կգնանք ձեզ ցույց կտամ, երեկ էլ էստեղ խորոված ենք պատրաստել, Վահանը տավարի սիրտ, թոք, այդպիսի բաներ էր բերել, դրսում խորովել ենք կեսօրին, առավոտյան դուրս եմ եկել էստեղ հավաքել, մաքրել, շշերը, շամփուրները տարել, լվացել, տեղավորել, որոշեցի դուրս գամ, մի քիչ էլ խնձոր հավաքեմ, չգիտեմ, ախորժակս տվեց, մեր փոշտալյոնը խնձորն էր հավաքում, ես էլ էստեղից լոբին էի հավաքում, 2 կիլոգրամ հավաքեցի, չնայած նրան, որ սա սարի լոբի էր, պետք է սարիներ դնենք, չենք դրել, Հայաստանում ենք, բայց 2 կիլոգրամ հավաքեցի, տարալվացի, տեղավորել եմ սառցեխցիկ, ձմռանը 2 անգամ էլ դա կպատրաստենք, ահագին համեմ ունեինք, ամբողջ տարին օգտվեցինք, փակելու համար անգամ չեմ գնել, հավաքել եմ, լցրել սառցեխցիկը, ամբողջ ձմեռ գարունն էլ հետո օգտագործելու ենք թարմ համեմ, 2 տարի առաջ էստեղ էինք ցանել, մորաքրոջս հետ էստեղ էլ ցանել ենք, ինքը հավաքեց ահագին, իր հետ տարավ Մոսկվա, բայց էստեղ 2 տարի առաջ, չգիտեմ այդ ինչ սորտ էր, շատ լավ սորտ էր, այդ համեմի սորտը, պետրուշկան, ցանեցինք ու այսպես ամեն տարի ինքը իրեն դուրս է գալի, անգամ այն օրը, որ փոշտալյոնը եկավ խնձոր հավաքելու, այստեղ էլի այսպես կանգնած էր պետրուշկան, լավ բռնած էր, մի մեծ տոպրակ իր համար եմ հավաքել, դրել իր հետ ու ձևը ասել եմ, թե ոնց պետք է պահի, որպեսզի ձմռանը ունենա թարմ կանաչ։ Գնանք հավավուն, որտեղ որ արդեն հավեր չունենք, ամբողջը վաճառել ենք, մնացել է 2 հատ ֆազան, արու և էգ, այն 2 հատ արու ունեինք և այն երկրորդ արուի ու մնացած 3 էգերի գլուխը կերել է այս գազանը, 3 չէ, 4 էգերին, այս արու ֆազանն է սպանել ու մնացել է այս մի էգ ֆազանը, ձու չի ածում ու Վահանի հետ որոշել ենք իրենց վաճառել, տեղադրել ենք գյուղի հայտարարությունների կայքում, եթե գնողներ չլինեն, կտեղադրեմ Ավիտոյի կայքում, վստահ եմ շատ արագ կվաճառեմ։ Այստեղ առավոտյան իրենց խոտ եմ լցրել, դդմիկներ կտրատած, գազար, լոլիկ, բանջարեղեն, խնձոր, մի խոսքով, այն ինչը որ պարտադիր է իրենց սննդակարգում։ Սա մեր հարևան երեխու հետ։ Երեխեք ջան։ Դարպասները դնում ենք, փակենք ու արդեն կանցնի տան մուտքի կողքերի հավաքման ընթացքին, որպեսզի այս սայդինգի գործը ամբողջությամբ հասցնենք ավարտին։ What if I'm not good? What if I'm not good? If you never love
Վերջ երեխեք ջան, համարյա վերջացնում ենք։ To be good, but being good always been problems, it's true. So I learn it, and now I know I don't wanna play it, but man, I'm crazy, but I'm wrong, baby, it's true, yeah. Վերջին երկու շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները դուք տեսաք սիրելիներս, ահագին մեծ գործ է արվել, ամբողջությամբ տունը եւ արհեստանոցը սայդինգով փակվել է, մեզ մնում է այս ներքևի հատվածները տան ամբողջ երկայնքով փակենք, հատուկ չգիտեմ ինչ է դրա անունը, պիտի պատվիրենք, վերենք դա անենք ու արդեն պատուհանների կողքերի համար Վահանը պատվիրել է, երեք բերել են, գիշերը անձրև է եկել ու այսպես թրջվել է, չնայած դա ոչ որակի, ոչ մի բանի վրա չի ազդում, տեսնենք մոտ օրերը երբ է ժամանակ լինելու, որպեսզի ժամանակ ունենա Վահանը, որպեսզի տեղադրի, որովհետև ռեշոտկաները պատուհանների կողքերի պետք է հանի, սրանք դնի կողքերով ու նորից հետ դնի, ժամանակ է պետք, այստեղ էլ երեք նկուղից այս երկու հատ թթուն վարունգի մնացել էր, չգիտեմ անցյալ տարվա է, թե նախանցած տարվա, ամենայն դեպս հանել ենք երեկոյան դրել եմ դրսում, որպեսզի այսօր բացեմ բանկաները, տեսնեմ տոպրակները եւ տանեմ թափեմ։ Այդպես սա էլ մեր կատարած աշխատանքները։ Կաշխատեմ երևի եթե ոչ հաջորդ վլոգում, ապա այն մյուս վլոգում արդեն ամբողջությամբ գործերը ավարտած կլինեն ու վերջնական տեսքով իհարկե սիրելիներս ձեր հետ կողջույն։ Միանում եմ ձեզ հաջորդ օրը երեկոյան գնում ենք մթերային գնումների, մտանք Ազոն, Վալբերիս, մի քանի պատվեր ունենք, վերցրինք, բայց դեռ ամբողջ չի հասել մեզ, Վալբերիսից դեռ երկու հատ պատվեր ունենք, որ պետք է ստանանք, բայց Задерживается, ձգձգվում է, հարցրեցի պատճառը, ասաց, որ իրենց մոտ պատվերները շատ են, չեն գալիս պատվերների հետևից, դնելու տեղ չկա, նորերը դրա համար ուշանում եմ, հուսանք մյուս շաբաթվա ընթացքում կստանանք, այս որ վերցրել եմ այս պատվերները, այս պատվերներով կկիսվեմ ձեր հետ տանը, տուն հասնելուն պես, իսկ մնացած պատվերները հենց հասնի ինձ արդեն կկիսվեմ հաջորդ վլոգում։ Հիմա եկել ենք բենզինալցակայան, Վահանը մեքենան լիցքավորում է ու միանգամից շարժվում ենք դեպի երևի մթերային խանութ Լենտա։ Կմիանամ ձեզ արդեն այնտեղից։ Հասանք Լենտա երեխեք։ Գնանք մի հատ տելեշկա վերցնենք, սայլակ ու անցնենք գնումներին։ Տեսնենք մեր մոդել են նոր տարվա այդ խաղալիքներ, տոնական այդ բաներից բերել։ Այն օրը նայում էի տիկինան նայի վլոգը, Ամերիկա, խանութները ամենուրեք նոր տարվա թեմատիկայով այդպես լցրած խաղալիքներ, համեղություններ, տեսնենք այստեղ էլ են բերել, թե դեռ ոչ։ Թե բարակ, բանա մեջ բան չկա։ Դրանից վերցրու, հա, մի հատ դրանից հետո։
կբան չէ տալի։ Ինչ ցուկ ես ուզում։ Հապա ստե բան են տալի, ով ավսում մարկետը։ Հա։ Մոնտաժը տալի։ Հա։ Այլի։ Էս 74 ռուբլի է իրանց քարտով, առանց իրանց քարտի 157։ Սա թազային բեր է։ Օ, էսի է։ Դա հանուլ ցուկա նայեմ, ցուկա ուզում գործնի։ Վերջում է։ Այ խոժը։ Հա։ Բահան այնտեղ սպասում էր, որ ցուկը վերցնի։ Ես ու Լիլիան էլ եկանք այս կողմերը նայենք, տեսնենք ինչ կա։ Երևի արդեն վերցրել է ու մեզ է փնտրում։ Ես մի հատ վերցնեմ այս փոքրից։ Մս մաշվելա վերցնեմ, չէ՞ Լիլմերը։ Վերցրու են դենքսի։ Կոմպլեկտա, նաբոր посуды։ Սեղանն ամենակ, հա։ Նաբոր մեբելի, 3 մասից։ Հա, S ու S 50,000, S առանձին 3,000 ռուբլի։ Հա, դա քեզ պետք է վա։ Արդեն ժամանակն է, ինչ եղավ Լիլիան։ Ես արդեն սաղոքները բերել եմ ցուրտ արդեն, ասոր ամբողջ օրը անձրև եկավ։ Ամբողջ օրը։ Սրանքը կամ բաժիննա, ստից մեզ բան պետք չի։ Ալիլյան ստեղա։ Շատ լավ շամպուն է։ Հիմա սրանով եմ մազերս Լևանում և ես և Վահանը շատ լավն է։ Իսկ սրանից վերցնենք մի հատ։ Այս ինչա глубокое питание кожи головы. Իսկ սա глубокое питание։ Չէ՞։ Գնացինք Վան։ Դաղսիլնա։ Կինը էլ չեն դրա, երևի նորեմբեր է դրել։ Քարտով ձեռք է տալիս, էլ իստեղից առևտուր անեմ, ահագին տարբերություն է։ Քարտով 130, առանց քարտի 190։ Մի հատ բրինձ վերցնենք։ Լիլիան ուր ավազում առաջ։ Քիչ էլ մակարոններ են վերցնենք։ Պաներում։ Հա, եկալ երկու հատ։ Մեզի հազրել եմ։ Սիրունը։ Հա, մի օր կառնենք կսարքին։ Սրանց վերցնենք։ Մակարոն, հա։ Что только не придумают. Կարմիր բրինձ։ Սրանից վերցնեմ։ Մի հատ մի օր լավ են համուր սուպերից սարքեմ, մամասակ մեր կարոտել եմ այդ սուպը։ Հələ կարմիր լոբոգինը նայեք երեխեք, 150 ռուբլի։ Էնել 700 գրամա։ Զուտը սա շեյթը մի կողոքություն, знаешь։ Վերցնենք, մալոչեսա մալոչնի բաժնենք գնանք։ Սրա մեջ, հա։ Երկու վերցնենք։ Դե մի հատ։ Դեպք հատ վերցրու, ես մեկ այսօր ձուկը կա, չեն կարա ձուկը դրա մեջ, թե փոքր է այդի, վա։ Չես կարա։
Կարան մի հատ մեծ է վերցրել։ Մի հատ մեծ է վերցրել, հա։ Ձուկը մեծ է։ Դրա մեջ, ահա։ Հայկական ձուկի համար ազատ կդնենք մեջները վա։ Պողպողակները մարոժնի են։ Ջրի մեջ։ Ասել ջուր, չէ, բան։ Կապրոնի ամաններ է, էլի բա։ Շոկոլադնի, կարմիր, կանաչ։ Լիլա, սիրտի մանարի։ Այս է Լիլիայի մարոժնին է, որ ալերգիայի քաղցից դուրս չի տալիս էլ է հակաալերգենը, հակաալերգիկա եսի կարում ալտի։ Ուժումները լավ օգնում են, դեմքը համարյա դզվել է, չէ կյանք, բայց չենք շարաշահում բուժման ընթացքում, մի կորի էլի, չգիտեմ Վահանի հետ մանգամ, թե վերցրու շուտարի։ Սրանց նատ վերցնենք ես յոգուրտներից, առավոտները սիրում եմ վայելել։ Կա դե կա, վերցրու դիրկը, դելա հակաալերգեն։ Հերիքատ կասլուկտը։ Հերիքա։ Ռեցեպտ նա։ Դա չի բացում։ Ստել չկա անտենա երեխեք։ Սա մեր հայկական կոնյակը Արարատ, 5 լետ 1578 ռուբլի իրագինը, խանութի քարտով 1000 ռուբլի, 1064 Ես էլ 3 տարեկան Արարատ, 1864 քարտով 1500 Լենտա պիտի կաս միայն իրենց քարտով Կարակն էլ վերցրու Հենալ կուվերցի, ես ես քաղաքին ուզերն եմ Հա դե գնամ հետը կարակ վերցնեմ երախում Մենք մեր գնումները վերջացինք Վահաններ ընդեղից կանաչին վերցնի ու գնանք Վերցրիր Վահան Կար կանաչին առնա Չէ? Լիլան վերցրեց ախորժակս տվեց Շպինատուրը Վահան ու Լիլիան գնացին կասա երեխեք ջան Ես էլ մոտենամ կասային վճարումներն անենք մթերքը վերցնենք ու շարժվենք դեպի տուն Սպասում եմ Վահանին ու Լիլիային Ես արագ եկա կասա մտածեցի էստեղ եմ, բայց էստեղ չէին Զանգեցի ասեցին գալիս ենք, սպասիր Փաստորեն նոր տարվա ոչ մի բան դեռ չեն բերել էստեղ Հնարավոր է քաղաքում կան խանութներ, որ բերել են, բայց հենց էստեղ լենտա հələ որ ոչ մի բան չեն բերել նոր տարվա հետ կապված Երևի նոյեմբերից կսկսեն բերելը Լիլիայիս համար աջալ եմ պատվիրել Վալբերեսով, որ գա ձեզ ցույց կտամ երեխեք ջան հարուրությունը 220-ի վրա, թե 200-ի չեմ հիշում, բայց նույնից մեր համար պատվիրել ենք 200-ը 230-ի վրա այնքան լավն է, թեթև, փափուկ, տաք, ձեզ ցույց չեմ տվել, հիմա արդեն բացել ենք, օգտագործում ենք, հա, Լիլիայի աջալը որ գա, հենց նույնից է, ուղղակի մի փոքր ավելի չափերով, ձեր հետ անպայման կկիսվեմ, որակը հավանեցին դրա համար նույնից էլ պատվիրել ենք Լիլիայի համար Փաստորեն էստեղ են Եկա գտա Ես քանի հատնա, մեկ հատնա 159
Ամենասիրած բաժիններից, հա բա։ Ինչ ակն։ Ծանր է, եթե ծանր է լավն է։ Հա, հելնում է։ Այդ ուր է շկա։ Ոսկին։ Կրիշկան առանձին են, չէ, երեխեք ծախում։ Սանից ոսկին կսանից։ Որը ծանր է նավա։ Դերպսին ինքաշն։ Եսի խորոտա, եսի բարը։ Ես ավելի լավ խորը լավն է։ Ես գետա։ Կրիշկա ունեն կտեսկին է, Չէ, կյանք, այդ չապի չունենք։ Այդ քանի սանտիմետր ալի 28։ 26 Ես 24 Կրիշկեն ժարովնիկից թանգո 26, ես 26 է Ես ինչքան է Հագա Դա հլա դիր գլխին կյանք հլա տեսել նո Լավն է Հլա դիր տես նորմալ փակում է Հա, ես է խանգարում, հա, որ Հա Հլա Հա, կյան Սոպն Դու ունես կոկա-կոլա, հա, ազես Հա, գնաց եք գալիս եմ Միս ծեծելու բան, հա Լիլային ծեծելու համար է Նացին կեմ Հա Այդ այդի, հա Մենք էլ սիրում եմ, որ տակա քարակուսի ալնում Սլա չէ սիրում վա Այս Այդ չոտկի Հա, բա ինչա, կարող է լվանալուց այդ զրկում է ճլըտ Կտրի Չէ, ծեր բաները Հայաստանից, ես էլ կոկտելի է, հա Դեսի արդեն Այդ արդեն դժվար ասեն ասել չես կարա ջարդես Հելա Ոնք եմ Նացինք լիլ ջան Ես ծաղկամանի Ինը որքվից ես խանութում հա Տեսել եմ էլ իստեղ վաղուսանից ծախում են այդ բաները Հա, ես ամենակ նոր տարվա բանը, որ բերել են Մոմ ես տնում մեջ է Գնացինք կյան Գնացինք լիլ ջան Բառնիչ պետք է բերեի Հայաստանից Հաթուջաղ մեր բարբարով ասած Ես ունեմ Ջան Ասել մեր գնումները Ես պախպարակը հեսակ ճանապարին կուտեմ Վասիլիայի կանֆետները Սան ցույց եմ տալիս, որ տանն էլ ցույց չտամ էլ երեխեք ջան, հետո կասեմ ինչքան ենք վճարել ու ինչքան ա եղել զեղչը քարտով։ Ցուկը 1239 ռուբլի, քարտով 882։ Այստեղ կիլոգրամ 177 գրամը։ Սա Լիլիան վերցրեց, արդեն վերջում դուրս գալիս։ Ասենք տունում միասին համեղ ձուկ պատրաստել։ Նատել հաց բերեմ։ Հաց։ Լավ աշում են։ Ինչ։ Ծելեշկան տանեմ։ Սկուշկյանք էտ կրեշկան։ Դե նստել գալուց եմ էստա անձը հա դրման ստեղ իրանք կտանեն հա հենա երիվել թողում են
Ահա զզվելի եղան անկեր այսօր գոնե հասցրինք զակատներ միջացնենք նկուղ ժամանակ չել էլ այլ միջև գնացինք տուն ենք եկել ու անցել ենք ձկան պատրաստմանը լավ քաղցած ենք ու անհամբեր սպասում ենք պատրաստ լինելու շպինատ ենք ավելացնելու սիվկա ու լոլիկ այստեղ էլ բրինձ ենք պատրաստում որպեսզի բրինձի հետ համ տեսենք ինչա սիվկա ավելացրինք պոմիդոր ահա սարը իտալյանская приправа Ինչպես տեսակ, տուն հասնելուն պես սիրելիներս արագ Լիլիան սկսել է մեր համեղությունը պատրաստել, ես էլ այդ ընթացքում գնումներն եմ տեղավորել, որը որ մոռացած ես ասեմ, կազմել է 10,500 ռուբլի, 3,000 ռուբլի զեղչ արվեց քարտով և վճարեցինք 7,500 ռուբլի։ Երկու րոպե թողանք ու պատրաստի կարող ենք համ տեսնել։ Մեր համեղությունը արդեն պատրաստ է և ինչպես տեսնում եք շատ ախորժելի տեսք ունի և նույնքան էլ համեղ է։ Մեզ բարի ախորժակ սիրելիներս, իսկ ձեզ բարի դիտում։ Աղջիկներս բարի լույս, միանում եմ ձեզ արդեն հաջորդ օրը առավոտյան սուրճ եմ դրել Վահանի հետ վայելել ենք մշնաբույն էի թխել այս վլոգի ընթացքում 2 հատ տորտ էի թխել նեգրի ժպիտ ու մշնաբույն պատրաստման ընթացքը չեմ նկարել, որովհետև իմ ալիքում առանձին երկու թխվածներն էլ այդպես պատրաստել և տեղադրել եմ տեսանյութերը, դրա համար նորից չնկարեցի, Վահանին ճանապարհել եմ աշխատանքի, դեռ վաղ առավոտ է, Լիլիան անգամ դեռ քնած է ու որոշեցի քանի ազատ եմ ձեր հետ կիսվեմ այս պատվերներով, որոնք այս ընթացքում կատարել ենք, ստացել ենք ու դրանով ավարտենք մեր այս վերջին վլոգը, որը շատ երկար ձգվեց, որովհետև շատ զբաղված ենք աղջիկներս, այսպես նայում ես, թվում է թե արագ կատարվող աշխատանքներ են, որոնք ժամանակ ու ոչինչ այդպես չեն խլում, բայց իրականում շատ մեծ ժամանակ են խլում մեզանից և ժամանակ և ահռելի մեծ գումարներ, ինչպես նաև տեսակ այս մեր կաճոլը փչացավ, դա փոխեցինք, դա մեր ջրի նասոսն էր իր ամբողջ այդ ամեն ինչով փչացել, մի ահագին գումար էլ դրա վրա ենք դրել, ներսում բանիքում ամեն ինչ տեղադրված է, բայց դրսի գործերը դեռ չի ավարտվել, 3 անձրևի պատճառով Վահանը չկարողացավ այնտեղ գործ անել, չնայած որ շատ կարճ է տևելու, երևի կես ժամ այնտեղ այդ հորի մեջ այդ գործը, այդ փոսի մեջ, բայց 3 անձրևը ոչ մի րոպե չդադարեց, դրա համար չի կարողանում ավարտին հասցնել, այսօր եթե աշխատանքի շուտ վերադառնա, անպայման պետք է այնտեղ այդ փոփոխությունները, միացումներն անի ու փոսը փակի, որպեսզի անձրև ու գեղձ այնտեղ չլցվի։ Այստեղ ունենք պատվերներ, շատ պատվերներ ունեմ, որ այս ընթացքում եկել է ու անհրաժեշտ է եղել բացել իրեն օգտագործել, դրա համար այս ընթացքում
ձեր հետ չեմ կիսվի դրանցով, բայց քանի որ երեք խոսում էի այն ծածկոցի մասին, արդյալի հա, որ մեր համար պատվիրել ենք, ուզում եմ սկսել դրանից, գնանք ննջասենյակ, որոշեցի ձեր հետ կիսվել, ցույց տալ, այնուհետև գանք խոհանոց ու կիսեմ այն պատվերներով, որոնք որ ստացել եմ ու չեմ բացել։ Այս ծածկոցի մասին է խոսքը, սիրելիներս։ Կադրում մի փոքր մուգ է երևում, հիմա լույսը անջատեմ, հնարավոր է երանգը փոխվի, չէ։ Մի րոպե։ Շատ գեղեցիկ նուրբ կապույտ գույն է, երկնագույն կապույտ, շատ լավ որակի է, շատ հավանել ենք, շատ նուրբ, սինթետիկ չէ, չնայած նրան, որ ինքը այսպես թվում է, թե բարակ է, բայց իրականում եւ որ ծածկվում ես քնելու ժամանակ ինքը շատ թեթև է ու միևնույն ժամանակ այնքան տաք է, կարծես վրատ ոչինչ չլինի, բայց միևնույն ժամանակ դու չես մրսում, ոչ էլ շոկում ես, շատ լավն է որակը, բազմաթիվ երանգներ կային, տարբեր, վարդագույն, շագանակագույն, մի խոսքով շատ երանգներ, տարբեր չափերի ու տարբեր ուզորների, մենք ընտրեցինք այս տարբերակը 200-230-ի վրա ու այնքան ենք հավանել, որ նույնից պատվիրել ենք Լիլիայի համար, ձայնիս համար ներողություն եմ խնդրում, մի փոքր մրսել եմ, 3 Լիլիայի համար պատվիրել ենք նույնի մի փոքր ավելի փոքր չափը 180-ը 200-ի թե 210-ի վրա մի փոքր ուշանում է, բայց վստահ ենք, որ շուտով կհասնի մեզ։ Սա գովաշ չէ, երեխեք ջան, ուղղակի մենք հավանել ենք, դրա համար որոշեցի կիսվել ձեր հետ, եթե կհետաքրքրի, կգրեք մեկնաբանություններում, հղումը կթողնեմ, դուք էլ կնայեք, միգուցե հավանեք ու դուք էլ պատվիրեք։ Եվ էսթետիկ է նայվում, գեղեցիկ է եւ որակով։ Ծածկոցը տեղերի վրա չեմ գցել, առավոտյան որոշեցի ձեր հետ կիսվեմ, այնուհետև արդեն տեղերը կհավաքեմ։ Դե Լիլիայի ծածկոցն էլ որ գա, երեխեք ջան, խոստանում եմ, միասին կբացենք, չնայած նույնն է, բայց միասին կբացենք ու ձեզ ցույց կտամ էլի։ Տեղափոխվեցինք խոհանոց ու անցնենք մեր պատվերներին, սիրելիներս։ Այստեղ մազերի համար այսպեսի զաժիմներ են պատվիրել, իրականում ես ավելի մեծ է իրենց պատկերացնում, բայց փոքր են, այսպեսի 4 հատ, բայց շատ որակով են, շատ պինդ են ու գեղեցիկ։ Շատ երկար ենք սպասել, մոտ երևի 3 շաբաթ, անդադ ուշանում էր, բայց արժեր սպասել։ Լավ որակով են ու պինդ։ Այսպես մազերը կարելի է այստեղ հավաքել կամ հետևում։ Ես մազերը շատ մոսր է, դրա համար պրոբլեմ չկա։ Շատ սիրում են։ Անցնենք հաջորդ պատվերին։ Մի այսպիսի տեսք, տարբեր չափերի կան, մի փոքր ավելի մեծ, այս որ ձեզ ցույց տվեցի, սա մեծ չափն է, կա նույն չափի վարդագույնը, բայց ներկա պահին չկար, ավելի ճիշտ վաղուց չկա, նայում եմ, այս մեծ չափին չկա, դրա համար գնեցի այն, ինչ որ կա, որովհետև մտածեցի, որ հնարավոր է, որ սա էլ վերջանա, դրա համար որոշեցի գնել, իսկ թե ինչու վարդագույնը չգիտեմ, շատ նուրբ ու էսթետիկ է նայվում, կային տարբեր գույներ, գիտեք,
բաց կապույտ, մեծը ունեի, ուղարկել եմ Հայաստան նվեր, մեկ ուրիշը գնել էի Հայաստանից, այս նույնից, ոսկեզոծ, այսպես այս գույների մեջ, բայց վրայու զորները տարբեր, դա նվիրել եմ Լիլիկ մորա քրոջս, դրա համար որոշեցի մեր համար գնել այս երանգների մեջ, նորով սա կպահեմ ու կօգտագործեմ արդեն առիթների ժամանակ։ Ինքը իրենով արդեն շատ գեղեցիկ է ու կզարդարի մեր տոնական սեղանները։ Այս 3 հատը միասին եմ պատվիրել, բայց այս երկուսը առանձին է եկել, սա փոքր ավելի ուշ, վազեր են գեղեցիկ, թխվածքի, մրգերի, տուփերից վերցնելուց առաջ այնտեղ վալվերից բացել ենք, նայել, որ հանկարծ կոտրած կամ ջարդված չլինի։ 3 էլ բացեցի նայեցի, ես որ վերցնում էի, ու ոնց որ թե ամեն ինչ նորմալ է, շատ դետալներ կա իր մեջ, որ պետք է հավաքել, ուղղակի այսպես ձեզ ցույց կտամ, չեմ բացի տուփերը, որովհետև պիտի հավաքեմ երկար, այնուհետև նորից քանդեմ, դնելու տեղ չունեմ, ստենկաներս բիտկոմ լցված են, դրա համար ուղղակի այսպես ձեզ ցույց կտամ, որովհետև պատկերացում կազմեք, ու արդեն այս անձեռոցիկի տուփի հետ կտանեմ կպարեմ ու կօգտագործեմ արդեն առիթների ժամանակ։ Ինչպես հասկացաք, սրանք գրեթե նույնն են, ուղղակի սա օվալաձև է, իսկ սա ուղղանկյուն չափը, ձևը։ Եվ չարազեղենի համար կարելի է օգտագործել թխվածքներ, մրգեր, ամեն ինչ, ինչ որ կցանկանաք սիրելիներս։ Ձեր տոնական սեղանը կդարձնեք ավելի գեղեցիկ ու էսթետիկ։ Իսկ սա արդեն նույնից է, ուղղակի как говорится, на ножке։ Օձիվները նայել եմ, նկարները, վիդեոները, օձիվների ու շատ հավանեցի, որոշեցի այսպես պատվիրել ու միասին էլ առիթների ժամանակ կդնեմ սեղանին։ Այստեղ էլ պատվիրել եմ մաքրող միջոց, որովհետև վերջանում է, առաջին անգամ եմ պատվիրել, որակի մասին չեմ կարող ասել, բայց ընթացքում միասին մաքրություն անելիս, միասին փորձարկենք ու տեսնենք որակը ինչ-ինչ։ Հիմա մեկը բացեմ տեսքից կամ, ու հետո արդեն տեսերից կհեռացնեմ ու կտանեմ բաղնիքի դարակում։ Ամեն չեմ խաթաթում, կարծես այդ ուշերը չեմ բացելու պահելու եմ։ Բաներ կա առանց ուպակովկայի է գալ այսպես բաց թափած, բաներ կան հենց եմ խաթաթում, որ ժամերով չացարվում ես, մինչև բացես։ Փառք Աստծո։ Այսպեսի մաքրող միջոց է, այդ շիկը իր հետն է, որ օգտագործելուց սա հեռացնում ենք, դնում սա ու սկսում օգտագործել, կիրառել, green karma, այդպես է կոչվում, իհարկե այս մեկը չէ, պատվիրել եմ կոմպլեկտ 3 հատ, որպեսզի շուտ-շուտ չգնան, ես շատ եմ օգտագործում, դրա համար նման միջոցներ, եթե նկատել եք, ես պատվիրում եմ հիմնականում կոմպլեկտով։ Ասում եմ, որ ազելիտից է լավ է մաքրում, չգիտեմ, փորձենք, տեսնենք, փորձանք չէ։ Ես չեմ սիրում անընդհատ նույն մաքրող միջոցներից օգտվել, միշտ սիրում եմ փորձարկել, տեսնել, միգուցե այն ինչ որ ես գիտեմ, որ լավն է, դրանից լավն է լինի։ Որովհետև, ինչպես ասում եմ, լավից լավը միշտեր կա։ Այդպես սիրելիներս, սա էլ մեր պատվերները կտանեմ, կտեղավորեմ
տեղերը կհավաքեմ, կգամ խոհանոց, տեսնեմ ինչ եմ պատրաստում։ Երեկոյան էլ այս վլոգը կմոնտաժեմ, որպեսզի առավոտյան տեղադրեմ ալիքում։ Ուզում եմ վլոգի վերջում ձեր հետ կիսվել մի հետաքրքիր ալիքով, չեմ ուզում ասել, որ սա գովազդ է, սա ընդհանրապես գովազդ չէ, ու այդ ալիքի տերը ինքն էլ չգիտի, որ իմ վլոգի ընթացքում իր ալիքի մասին եմ խոսելու, որովհետև ես էլ ձեզանից մեկն եմ, ինչպես ձեզնից շատերը, այնպես էլ ես, երբ որ ժամանակ եմ լինում, հետևում եմ որոշ հայ վլոգյատների ու վերջին մեկ տարին, մի փոքր ավել, երևի տարի մի քանի ամիս կլինի, երբ որ ժամանակ եմ ունենում, հետևում եմ Family Video Ամերիկա ալիքը, Տիկին Աննայի ալիքն է, ով ներկայացնում է Ամերիկայի կյանքը, այնտեղի առօրյան իրենց, ընտանեկան, խանութներ է գնում, գնումներ է անում, համեղություններ է պատրաստում, ու այդ ամենը իրենց ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Ունի երեխաներ, թոռնիկներ, մի խոսքով շատ հետաքրքիր վլոգներ է նկարում, ես մեծ հաճույքով հետևում եմ, ինքը որ նկարում է, այսպես նկարում է առանց ձևականությունների, առանց այլևայլությունների, այն ինչը կա, դրանով էլ կիսվում է։ Ու եթե դուք էլ հետևեք, դուք էլ կզգաք, կտեսնեք, թե ինչքան անմիջական բարի կին է, լավ մարդ, լավ կին, լավ մայր, լավ տատիկ, մի խոսքով սիրելիներս, եթե չեք հետևել մինչև հիմա, խորհուրդ կտամ անպայման հետևել, գիտեմ ձեզնից շատերը գիտեն ում մասին է խոսքը, ովքեր էլ չգիտեն, հղումը կթողում եմ մեկնաբանությունների բաժնում, ալիքի մտեք, գրանցվեք ու հետևեք, վստահեցնում եմ, շատ կսիրեք այդ ալիքը։ Ես էլ ուզում եմ այսքանով ավարտել մեր վլոգը, շնորհակալ եմ իմ ալիքին գրանցվելու, ձեր լայքերի, մեկնաբանությունների համար, որոնք ինձ մոտիվացնում են, թեկուզ եւ ուշուր, բայց նկարել ձեր համար առօրյա վլոգներ։ Իսկ ձեզ ցանկանում եմ լավ տրամադրություն, օրվա հիանալի շարունակություն, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ վլոգում։